Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մինչև կետարկետ դետալներով կանադառնամ այս ընթացքում եղած խախտումներին, մի հարց ուզում եմ տալ ներկաներին, դուք ինչի չեք զոհվել։ Այս հարցադրումը, այս սաղ պրոցեսի անկյունակարային երևույթներից է, հատկապես իրապահ մարմինների արձագանքի, քաղաքական խոսքի, քաղաքական քննադատության կիզակետում ընդգրկվում։ Ոնց հաստատվում է նույնիսկ հա խոսում ենք այն դեպքի մասին, մարդու մասին, ով չի կիսում գոնե այսօր խոշոր անդիմադիր քաղաքական ուժերի տեսակետները եւ ընդհանրապես որպես անհատ դուրս եկել առանձին հարցադրումներ կատարելու, որի հետ կարող են ոչ բոլորը համաձայն լինել, որի մեջ կան լինեն, կարող են լինել թերացումներ։ Բացի այն, որ ընտրական գործընթացում քաղաքական հարցադրումներ հնչեցնող մարդուն ցուցադրաբար վիրավորել են, նսեմացրել են, նման անբարոյական հարցեր են հնչեցրել, թե ցեղասպանությունից մանրախորձ ազատված անձը ինչի չի զոհվել հարևան երկրի ագրեսիայի պատճառով, նաև այդ անձի նկատմամբ շարունակաբար քրեական հետապնդում է իրականացվում եւ կարծում եմ նաև սիմվոլիկա, որ այսօրվա խոսակցությունը հենց սկսենք ամենաթարմ դեպքով քաղաքական բանտարկյալի մասին խոսակցությունից։ Իհարկե իրավապահ համակարգը նույն դիալոգի մեջ, երբ որ մի կողմը հանրապետության վարչապետը հնչեցնում է սպառնալիքներ, հնչեցնում է վիրավորական խոսքեր, խուլիգանական վարքագիծ է դրսևորում, բնականաբար դրան չի արձագանքում, դրա նման այլ դեպքերով էլ օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է Աստղիկան արդեն իսկ ասել է, որ սա շատ սուր, ոչ ընդունելի, գուցե վիրավորական, բայց քաղաքական գործընթացներին բնորոշ խոսք է։ Բայց նույն իրավապահները շատ ավելի մեղմ խոսքի կոշտ քննադատության համար տարել մարդուն այս բանի կալանավորել են։ Իրավապահների գործողությունների մասին։ Ընդամենը մի նեղ հարցի շուրջ մենք կարող ենք այսօր վստահաբար պնդում կատարել, որ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, եւ դա հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեների շնորհիվ է։ Այս կառույցները շուրջ 2 ամիս նախ ընտրական քարոզչությունից առաջ ակնհայտորեն լծված են քաղաքական քարոզչությանը, չեմ խոսում գործերի որակի մասին, չեմ խոսում իրենց հրապարակած տվյալների արժանահավատության մասին, հանցագործություններ կան չկա։ Նախկին մեր փորձը ցույց է տվել, որ ընդհանուր այս կառույցները հասել են ապացույցներ կեղծելու մակարդակով մարդկանց նկատմամբ պետապնդումներ իրականացնելուց։ Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա։ Հատկապես հակակոռուպցիոն կոմիտեի վերջին 2 ամիսների հաղորդագրությունները, եթե վերցնենք, նայեք, իբրև թե հանրային հաշվետվականության լույսի տակ իրականացվում է քաղաքական քարոզչություն։ Այո, քննչական մարմինները ունեն հանրային հաշվետվականության իրավունք, պարտականություն, պետք է ներկայացնեն, որ իրենք աշխատում են հանցագործություններ բացահայտում եւ նաեւ այնպիսի աուդիո-վիզուալ նյութեր կարող են տարածել, որը կարող է նպաստել հանցագործությունների կանխմանը, բացահայտմանը եւ այլն։ Բայց շուրջ 2 ամիս մեր հետազոտությունները, որը առաջիկայում նաեւ ըստ փաստարկված զեկույցի կվերածվի եւ կկիսվի նաեւ ձեր հետ, ցույց են տալիս, որ բացի ստանդարտ իրավական գործընթացների լուսաբանումից այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, տեխնիկական աշխատողներ են, դրանք թե քննիչներն են, զբաղված են քաղաքական հակակարողությամբ։ Ամենաառանցքային բանը, որ հաղորդագրությունների մեջ բարբերաբար շեշտվում է, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է հետապնդում։ Ես դες միանշանակ պնդում եմ, որ քրեական դատավարության որևէ շահ չի պահանջում, որ հանցակի դեպքի մասին խոսելիս նշվի, որ այս կուսակցության ներկայացուցիչն է հանդես գալիս։ Ընդ որում շատ հետաքրքիր է, վերջին 3 կարծեմ թե առաջի օրը քննչական կոմիտեի վերջի 2 հաղորդագրությունները նայեք, մի դեպքում, երբ որ օրինակ ուժեղ Հայաստանի վերաբերյալ ինչ-որ գործ են քննում, հենց վերնագրի մեջ շեշտվում է, որ ուժեղ Հայաստանի անդամ էս ինչ անձը կատարել է մեր կարծիքով այս գործողությունը։ Հաջորդ դեպքը, երբ որ նույն կուսակցության անդամներին ծեծին են ենթարկում, այդ հաղորդագրությունը գնում առանց քաղաքական ինչ-որ նշման տեղի ունեցել ծեծկարտուկ առանց անուններ հնչեցնելու։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունները նաև զուգորդվում են հրապարակված ձայնագրություններով։ Էլի ասեմ, անթույլատրելի է կուսակցության անունը հիշատակելը, որտեղ այդտեղ ոչ մի իրավական շահ չկա, այդտեղ քաղաքական շահ չկա, բայց կարող եք ինքներդ էլ ինքնուրույն հետազոտել, թե ինչպիսի բովանդակություն ունեն այդ ձայնագրությունները։
պայմանական, կարող է մի քանի տոկոսներով սխալվում եմ, եթե խոսակցությունների 70%-ը կարող է ունենալ իրավական նշանակություն, 30%-ը ակնհայտ քաղաքական նշանակություն ունի։ Մենք տեսնում ենք, որ այդ ձայնագրությունները ամբողջական խոսակցություններ չեն եւ քննչական մարմինը որոշել է հրապարակի այդ մոնտաժի այն հատվածները, որը կարող է իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել։ Բայց այդ հաղորդագրությունների մեջ սպառնում են տարատեսակ վատ խոսքեր, խոսակցություններ, վիրավորանքներ, որոնք հանցակազմի հետ կապ չունեն։ Օրինակ, եթե իրավացիորեն գնացել են ընտրակաշառքի հետևից, ընդհանրապես նշանակություն չունի այդ ենթադրյալ հանցանք կատարող անձը իր խոսքի մեջ օրինակ վատ բառ օգտագործի արցախցիների հանդեպ, թե ոչ։ Բայց հակակոռուպցիոն կոմիտեի մոնտաժնիկը կամ ինչ որ մեկը ով այդ գործը կատարում է, իր պարտքն է համարել այդ խոսքը բռնի եւ մոնտաժի եւ իրավական նշանակության հատվածների, ասենք փողի մասին խոսակցությունների շրջանակում տարածի։ Նույն ձև քեշը քարոզչության սկզբում արդեն նույնիսկ քարոզչությունից առաջ էլի հերթական ձայնագրությունը հրապարակվեց, որտեղ երկու հոգի իրենց իսկ ոնց որ շտաբի անդամների կամ իրենց համակիրների մասին խոսալուց օգտագործել են շունշանգել արտահայտությունը։ Այս արտահայտության հրապարակումը իրավական անհրաժեշտություն չունի։ Եվ հաջորդ քայլով մենք կարող ենք տեսնել ինչպես է այս հակակոռուպցիոն կոմիտեի պասերը բռնում քաղաքական իշխանությունը քարոզչության մեջ։ Սա իրականում լրագրողական որոշակի հետաքրքիր նյութեր կարող է ստացվի, խտրականություն չդնելով, բայց ասեմ, որ ամենահաջողվածներից ազատության նյութերն են այդ վիզուալ գոնե համադրումների տեսանկյունից, այդ ինքնուրույն կարող եք ստուգել, ինչպես է նույն օրը հրապարակված քարոզչական նյութը հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, հաջորդ օրը կամ նույն օրը տեղափոխվում քաղաքական քարոզչության տիրույթ։ Ինչպես էլ նույն արտահայտություններով իշխանության հիմնական բարձրախոսները այդ խոսույթը օգտագործելով վարկաբեկելու քաղաքական ուժերին կամ որոշակի սեպխալելու առանձին ուժերի միջև։ Այն զեկույցը, որ ասում եմ, որ հրապարակվելու է առաջիկա օրերին, հստակ ցույց է տալու իրադարձությունների հաջորդականությունը, իրավական ոչ իրավական նշանակության խոսույթի վերհանումը եւ դրա ուղղակի օգտագործումը քաղաքական ուժերի կողմից։ Այս մանիպուլյացիաները, որոնք կատարվում են ոչ իրավական նպատակներով, ոչ հանցագործությունների բացահայտման եւ կանխման նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունը ուղղակիորեն թողել են ընտրությունների արդյունքների վրա։ Եթե թեկուզ մեկ անձ հայտարարում է, որ ինքը համակրել է այս ուժին, բայց այս հաղորդագրությունները լսելով իր կարծիքը փոխել է, սա արդեն ընտրական գործընթացի միջամտություն է։ Եվ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես անելիքներ ունի։ Մենք չենք սպասել վերջի օրով այս ամեն ինչը բարձրաձայնելու։ Հենց նախընտրական քարոզչության սկզբից բոլոր հնարավոր դիտորդների հետ հանդիպումները ուշադրություն են դարձրել, որ անհրաժեշտ է ձեր միջամտությունը քննչական մարմինների հանրային հաղորդակցության տիրույթում չեզոքությունը ապահովելու համար։ Սրա վերաբերյալ մենք գրություն ենք հասցեագրել նաև հակակոռուպցիոն կոմիտեին, գրություն ենք հասցեագրել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, շատ հստակ մատնանշելով, որ դուք անհրաժեշտություն չունեք կոնկրետ քննչական մարմինները հանցագործությունների մասին հաղորդումները տալուց հրապարակել անուններ եւ հրապարակել այլ բնույթի տեքստեր։ Դադարեցրեք այս գործողությունը։ Դրանք կենտրոնական ընտրական հանձնաժողով պատասխանել է, որ մենք ձեր գրությունը շնորհակալություն հասցեագրեցինք, ձեր զանգը շատ կարևոր է մեր համար քննչական մարմնին, հետադարձ պատասխաններ ենք ստացել են, չեն ստացել, մեզ հայտնի չի։ Եվ օրերս ստացել ենք հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը, որը նաև լրացուցիչ կտիսվեն լրատվամիջոցների հետ, երկարաշունչ տեքստով մոտավորապես ամեն ինչ նորմալ է, ինչ անում ենք լավ ենք անում։ Եվ մեր հարցումները եւ պատասխանները ամբողջությամբ ձեզ հասանելի կդարձնեն, որպեսզի նաև որոշակի գնահատողական դատողություններից էլ դուրս դուք ինքնուրույն կարողանաք գնահատել այս վարքագիծը։ Եվ այս գործողությունները շարունակվում են։ Կանխատեսելի է եւ շատ պրիմիտիվ կանխատեսման արդյունք է, որ ինչքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան այս բռնոցիները շատանալու են։ Այսօր էլ, ինչպես նշեց պարոն Մինասյանը, էլի գործողություններ են կատարվել, այդ գործերից որոշների որակին հասցնում ենք ծանոթանալ հենց իրենց հաղորդագրություններից, բայց ասեմ, որ քանի որ այս գործը շատ կանխատեսելի եւ քանի որ որևէ ապօրինի գործողություն էլ մեր շտաբներում չեն կատարվում, Հայաստան դաշինքի շտաբներում չեն կատարվում, ապա իրավապահները ազատ են գործել իրենց ծրտի ուզածի պես ինչքան մարդ ուզում են թողնեն։ Դա շտաբերի աշխատանքի կազմակերպման վրա որևէ ձև չի ազդելու եւ որևէ կերպ
ընտրողին հետ չի պայել գնալ եւ դրադել անասում իր քվեարկությունը կատարելուց։ Սա իրավապահների մասով։ Այստեղ երկու կարևոր դիտարկում է ուզում